Բարև ձեզ։ Երեք Անդրանիկ Թևանյանի գործադատական նիստեր, որտեղ կտրուկ պատասել է պարոն Թևանյանի իրավապաշտպան վիճակը, պետք է խնդրեմ մանրամասներ հայտնեք։ Չէ, նիստից առաջ էր դա, այսինքն նիստի ժամանակ չէր կտրուկ պատասել, պարզապես ինքը միշտ ծնկի խնդիր էր ունեցել, քանի որ երկար ժամանակ ֆուտբոլով էր զբաղվում, ֆուտբոլասեր էր նաև, հա, արդյունքում բժիշկ էի հրավիրել, բժիշկը եկել էր բանտ եւ ստուգման ժամանակ կտրուկ վատացել էր իր բանը եւ ճնշումը անկում էր ընկել, որտեղ արդեն որոշում էր կայացվել, որ երևի շտապություն կանչեին, բայց բանտի, այսպես ասած, բուժազմակազմը կարողացավ ինքնուրույն այդ խնդիրը լուծել եւ ինքը հիմա բարվոք վիճակում է։ Պետք է նշել, որ գիտեք, ես այդ առիթով կուզեմ նշեմ, Մարիամ, բուժազմակազմը բանտի բավականին շատ պարկեշտ պայեցի իրենք թարապես աշխատողները, բայց մեկ ուրիշ բան կարող եմ ասեմ, որ բանտային պայմանները Հայաստանում ուղղակի անտանելի վիճակի մեջ են։ Այսինքն փաստացի ես կարող եմ ասեմ, որ մեր երկրում 30-35 տարվա ընթացքում մենք այն սովետական մակարդակի բանտային պայմաններից ոչինչով չենք փոխել։ Խոսում էին բարեփոխումների մասին եւ այլն, բայց կներեք, այն անտանելի պայմանները, որ բանտերում կան, եթե մարդը նորմալ մարդ է, նորմալ պայմաններով ապրում է, հայտնում է բանտում, հաստատ ինչ-որ հիվանդություններ է ձեռք բերում, վատ վիճակի մեջ է հայտնվում եւ դա ըստ էության համատարած է Հայաստանի պայմաններում, որը ես կարծում եմ, որ խիստ անընդունելի է եւ այն խոսակցությունները, որ պետք է մենք բարեփոխենք իրավապահ համակարգը, դրանք մնացել են խոսակցությունների մակարդակով եւ ոչ մի այսպես ասած փոփոխություն Հայաստանում ցավոքսեթե չի կատարվել եւ մարդը բանտում հայտնվելով հայտնվում է աննորմալ անտանելի պայմաններում եւ ինքը զրկվում է իր նորմալ այսպես ասած կենսապահովման վիճակից եւ հայտնվում է անսովոր վիճակի մեջ, ինչը ըստ էության նույնպես եմ կրկնում, ուղղակի անթույլատրել է հատկապես Հայաստանի պայմաններում, երբ որ եթե մենք հիմա համեմատենք Հայաստանը օրինակ Վրաստանի հետ, կրիմինալային վիճակը վրացիների մոտ բավանդական միշտ ավելի բարձր եղել, քան մեր մոտ։ Ես օրինակ բերեմ, պատկերացնեք, մինչև Սաակաշվիլի իշխանության գալը, Մարիամ, ուրեմն բանտերում Վրաստանում մոտավորապես 8-ից 9000 մարդ էր կանանավար վիճակի մեջ։ Սաակաշվիլից հետո այդ թիվը հասավ մինչև 15-20 հազարի։ Գիտեք, այնտեղ գողական համակարգը ոչնչացվեց, բան եւ այլն, եւ այնտեղ ավելի խստացված պայմաններ եղավ եւ հիմա այս պայմանները մի քիչ կարող է իջավ, հիմա մոտավորապես բանտերում գտնվում են Վրաստանում մոտավորապես 15-ից 20 հազար մարդ, որպեսզի համեմատենք Հայաստանի հետ վիճակով, Հայաստանում մոտավորապես այդ թիվը կազմում է մոտավորապես 2.500 մարդ պլյուս մինուս մասով, այսինքն տարբերությունը համարյա 10 անգամ է, դա ցույց է տալիս, որ Հայաստանում ընդհանրապես հայերը ավելի տոլերանտ են, ավելի կրիմինալային կապված ավելի թույլ է զարգացած, քան Վրաստանում։ Վրաստանում ավանդական նարկոտիկներն են տարածված եղել, գողություններն են տարածված եղել, բայց մի ուրիշ ցուցանիշ էլ կարող եմ ասեմ, որ օրինակ քաղաքաբանտարկյալների մասով Հայաստանում այսօրվա դրությամբ աղետալի վիճակ է։ Ես հիմա օրինակ թվեր ասեմ, որ դուք պատկերացնեք։ Վրաստանում մոտավորապես 15-20 հազար բանտարկյալների պայմաններում, գիտեք ինչքան են քաղաքաբանտարկյալների քանակը։ Տարբեր գնահատականներով 60-ից մինչև 120 մարդ։ Այսինքն 60 ասում են ավելի այսպես ասած չափավոր ընդդիմադիր շրջանակները, 120 մարդ թվարկում են արմատական ընդդիմադիրները, ցուցակագրված 120, ու ասենք մոտավորապես միջինը 90 է գալիս, այսինքն դա լողացող է, որովհետև մեկին բաց են թողում, մեկին նորից բռնում են, բան եւ այլն այս պայմաններում։ Ադրբեջանում ինչքան է քաղաքաբանտարկյալների ցուցակագրված կա 319 մարդ, որը ձերբակալված է քաղաքական հետապնդումների բանով։ Հիմա Հայաստանում մինչև 2018 թվականը մոտավորապես մի քանի տասնյակ է եղել, ավանդաբար միշտ ոչ ավել, կարող է ընտրությունների ժամանակ ինչ-որ պրոցեսներ են գնացել, զանգվածային ձերբակալությունները նույնիսկ ազատվել են, բայց տասնյակից ավել չի եղել։ Հիմա Հայաստանում այս պայմանությամբ տարբեր գնահատականներով 200-ից 250 մարդ գնացել է քաղաքական հետապնդումների արդյունքում։ 200, իսկ ընդհանրապես բռնաճնշումների մասով հազարներ են, որ բռնաճնշումների տակ են հայտնված այսօրվա դրությամբ Հայաստանում։ Տարբեր տիպի բռնաճնշումներ։ Մեկին հետապնդում են, մեկին կալանավորում են, մեկին, չգիտեմ, տնային կալանք են տալիս, մյուսին չգիտեմ ինչ են անում եւ այլն եւ այլն։ Մոտավորապես հազարներ։ Նման բան Հայաստանում չի եղել։ Պատկերացնեք 200-250 մարդ քաղաքական անտարկյալներ 2500 կալանավորների պայմաններում, այսինքն մոտավորապես 10%-ը Հայաստանում քաղաքական հետապնդման է ենթարկվում կալանավորվածներից։
Համատեք դա Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, դուք կտեսնեք, որ անհամատելի վիճակ է Հայաստանում այդ իմաստով։ Այսինքն Հայաստանում քաղաքական բռնաճնշումները սրընթաց մակարդակով մոտենում են Ադրբեջանի մակարդակին։ Այսինքն երբ որ արևմտյան, ես ուղղակի ուզում եմ դիմեմ արևմտյան դեսպանատներին եւ արևմտյան կառույցներին, դուք երբ որ հոխորտում եք գնահատականներ եք տալիս Վրաստանում քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ, դուք ուղղակի ուզում եմ որ դուք իմանաք, որ դուք կեղծավոր, ցինիկ եւ անբարոյական դիրքորոշումներով եք հանդես գալիս, որտեղ համատեք Հայաստանի հետ եւ դուք կտեսնեք, որ Հայաստանում բռնաճնշումների մակարդակը անգամներով ավելի մեծ է, քան Վրաստանում։ Հայաստանում նույնիսկ եմ ասում 200-250 մարդ անցնում է այս բանով, երբ որ Վրաստանում նույնիսկ ձեր գնահատակներով մաքսիմում 120 մարդ է այդ վիճակի մեջ հայտնված, եւ բոլորի համար արդեն տեսանելի է դարձել, որ դուք ոչ թե մարդու իրավունքների շահեր եք հետապնդում, այլ աշխարհակահաղական խնդիրներ եք հետապնդում։ Սա առանձին խնդիր է, հետո ես եթե Մարիամը հարցնի, ես առանձին կքննարկենք արդեն, հա։ Տեսեք, խոշտանումները, խոշտանման պայմանները, որոնցով կամեն մեր հայրենիքը։ Իհարկե, ես մի հատ օրինակ եմ ուզում բերեմ, մի քանի, ասենք, օրինակ, ասենք Միացյալ Նահանգների դեսպանին կամ բան։ Հայաստանում կանոնավորված է Արեգնազ Մանուկյանը, որը կին է, անչափահաս երեխա աղջիկ ունի, 85 տարեկան մայր ունի, ասեմ դες նաև քույր ունի, որ քաղցկեղով հիվանդ է եւ միայնակ է ապրում, եւ այս պայմաններում մարդուն, որպես խափամամիջոց կանոնավորում են որպես պատիժ։ Դուք գետինը չեք մտնում ձեր ամոթից պետք է դուք գետինը մտնեք, որ դուք այս հիմա լռում եք։ Պատկերացնում եք նման բան լիներ, ասենք օրինակ Վրաստանում, ինչ վայնասուն կբարձրացնեիք դրա համար, որտեղ դուք ապացուցեցիք ամբողջ աշխարհին Հայաստանի եւ Վրաստանի օրինակով, որ ձեր համար մարդու իրավունքը զրոյական արժեք ունի, ձեր համար ձեր անձնական շահերը եւ ձեր քաղաքական էգոիստական շահերը շատ ավելի մեծ արժեք ունի, բայց դուք ոտնատակ եք արել արդեն արևմտյան երկրների վարկանիշը Հայաստանում, ձեր իսկ այս պահվածքի արդյունքում, որտեղ երբ որ դուք փոքրիկ բռնապետին աջակցում եք նման ձևով, երբ որ դուք փաստացի բոլոր կարմիր գծերը մարդկային բարոյական անցկացնում եք, եւ դրանից հետո դուք մտածում եք, որ ձեզ կարող են ինչ-որ մարդիկ հարգեն, ձեզ մաքսիմում արդեն ձեր երկրներում պետք է կարողանա, բայց ձեր երկրում էլ է գալու այդ process-ը։ Դուք մտածում եք, որ դուք խուսափելու եք այդ պատասխանատվությունից, ճարաչար սխալվում եք, որովհետեւ այն ինչ որ դուք հիմա անում եք մեր տարածաշրջանի երկրների նկատմամբ, ուղղակի զզվելի է, ձեր պահվածքը, ձեր մոտեցումները, երբ որ ֆոն դեր Լայնը հայտարարում է, որ շնորհավորում է, որ 2018 թվականի ոգին պահպանվեց, որ ոգին պահպանվեց 2018 թվականի, երբ որ անօրինական մակարդակով միտինգում հայտարարում է, որ իր գլխավոր օպոնենտը պետական դավաճան է, հետո քրեական գործ են բացում այդ մարդուրա, երբ որ ջուր է, որևէ փաստեր չկան, դա է 2018 թվականի ոգին։ 18 թվականի ոգին է այն, որ մարդուն Ավետիք Չալաբյանին շինծ ու մեղադրանքով ինչ-որ մի խոսակցությունի ժամանակ կալանավորում են իր բան են պահում են, ձեր 18 թվականի ոգին այն էր, որ Արմեն Աշոտյանին կանոնավորում են զուտ այն բանի համար, որ ինքը գնահատական տվեց, որ այդ մի բանի դեբատների ժամանակ Փաշինյանը պարտվեց, դուք այն ոգին է, որ դուք փաստացին ողջունում եք այն ոգին, երբ որ Ծառուկյանին փաստացի կանոնավորում են շինծ ու մեղադրանքներով եւ փաստացի տասնյակ հազարներով մարդիկ անգործ են մնացել եւ փաստացի սեփականության վերաբաշխման խնդիր է գնում, դուք դա եք ոգեբանանում։ Դրա համար դուք մտածում եք, որ մեր ժողովուրդը, հայերը, վրացիները զրոյական արժեք ունեն, իմացեք, որ դուք զրոյական արժեք ունեք եւ մոտ ժամանակ գալու է, որ դուք զրոյական արժեք ունենալ ձեր ժողովուրդների մոտ, որտեղ դուք խայտարակվել եք ամբողջ աշխարհում եք ձեր պահվածքի արդյունքում։ Սա շատ կարեւոր է, որ դուք իմանաք դրա մասին, որտեղ երբ որ դուք փաստացի անչափահաս երեխա ունեցող կնոջը դուք եք, ես համարում եմ, որ դուք եք կանոնավորել այդ կնոջը, որովհետև այս շրջանակ, այս իշխանությունը ձեր դրածոներ են, այս իշխանությունը կեղծված ընտրություններով ձևավորված իշխանություն է, որը դուք ճանաչել եք եւ ոգևորված աջակցել եք իրենց, փաստացի դուք գիտեք թե ինչ, դուք փաստացի այս ձեր քայլերով դուք փաստացի ապացուցում եք, որ դուք եք այս կանոնների ամբողջ process-ի հետևում կանգնած եւ այն կնոջը, որը փաստացի անչափահաս երեխա ունի 85 տարեկան մայր եւ քաղցկեղով հիվանդ քույր եւ այդ պայմաններում այս մարդուն դուք կարող թույլ չեք տալիս, որ ինքը շփվի նույնիսկ իր բարեկամների հետ, շինծ ու մեղադրանք էլ չկա տակը եւ դրանից հետո դուք խոսալու եք ինչ որ չեմ ասում մարդու իրանքների, թարապես բարոյականության մասին եք դուք խոսալու, դուք զրոյական մակարդակի արդեն իջացել եք ձեր վարկանիշը բոլոր մակարդակներով,
մոտ ժամանակներս դուք կզգաք դա արդեն միջազգային մակարդակով նայել։ Պարոն Ծառուկյանը պետք հարցակնվում է, ինչն է հատկանշական Իրանի դատարանը անվեղ է ճանաչել պարոն Ծառուկյանին եւ ինչպես պարոն Աբովյանն նոր ասաց, պարզվում է դրանք այդ իրանցիները իրապես խաբեբաներ են, մի դրամի անգամ ներդրում Հայաստանում չեն իրացրել։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, այդ ձեռնաշղթաները բերել է ամեն ինչը, հա, ինչի դրսել։ Տեսեք, այն ձևը մի կողմ թողնենք, որ խայտարակություններ, բովանդակությունը մարդուն գցել են, հիմա այդ գցված մարդուն են մեղադրում, իսկ գցողը դուք հասկանում եք դուք ուր եք вообще հասել։ Ես ուզում եմ, ես նույնպես եմ կրկնում, մեծ իշխանություններին պրետենզիա չունեմ, մեծ իշխանությունները դրածոններ են պարզապես։ Ես ուղղակի ուզում եմ նորից անդրադառնամ ձեր տերերին, այդ դեսպանատան ներկայացուցիչներին, ԵՄ-ի ներկայացուցիչներին, դուք չեք ամանչում, մարդուն գցել են, այդ գցված մարդուն մեղադրում են, իսկ այն գցողները փաստացի այսօրվա դրությամբ գործ տվողի կարգավիճակի մեջ են, եւ դուք դա համարում եք արդարադատություն։ Ես ձեզ եմ անդրադառնում, որ դուք եք այս դատարական process-ների հետո կանգնած։ Դուք մի չհագտվեք հանգարց Փաշինյանի հետևից։ Ես նույնպես եմ կրկնում, այս իշխանությունը վերարտադրվել է կեղծիքներով հունիսի 7-ին, դա կապ չունի, ինքը լեգիտիմ իշխանություն է, դուք եք կանգնած, դուք եք բացատրիչ process-ների հետևից կանգնած։ Սա ուզում եմ որ դուք իմանաք։ Եվ մենք ամեն ինչ անելու ենք, մենք հանձնախումբ ենք ստեղծել, մենք ամեն ինչ անելու ենք, որ արևմտյան, եվրոպական հանրությունը իմանալու է իրականությունը եւ ձեզ գնահատական է տալու։ Այնտեղ կան նաեւ միջազգային կառույցներ, որոնք իսկապես ազնիվ պարտքեշտ կառույցներ են, որոնք իսկապես արժեքներով են ապրում եւ այդ մենք հասնելու ենք այդ միջազգային կառույցներին, ներկայացնելու ենք իրականությունը եւ այն կեղծ կառույցները, որ իբր թե մարդիրանքներ են պաշտպանում, վարկաբեկվելու են, իրանց տեղը գալու են իրական միջազգային եվրոպական արևմտյան կառույցները, որոնք իսկապես արժեքներով են ապրում, իսկապես մարդիրանքների շահերով են պայքարում եւ իրանք նաեւ ձեր գնահատականն են տալու այս ամոթալի պահվածքի համար։ Շուշիից Ալիևի հայտարարությունների կուզեմ անդրադառնալ, խոսում է շարունակում է մտնել 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու հարցը, սահմանադրությունը կփոխվի, խոսենք խաղաղությունից, միջանցքով անարգել առանց հայ սահմանապահների իրենց բեռները պետք է անցնեն գնան, խնդրեմ այս մասը։ Տեսեք, ես այդ հարցերին սենց ամենակարևորը ինչ էր ասում Ալիևը, որ տարիներ շարունակ Մինսկի խումբը ճնշել է իրեն, այսինքն պայթեցրեց նաև այն թեզը Փաշինյանի, թե Արցախը արդեն ակտիվների ժամանակ հանձնել։ Տեսեք, այդ ամեն ինչը արդեն բոլորի համար պարզ է, արդեն մարդ չի մնացել, որ հասկանա թե ինչ է կատարվել այս իշխանության պարագայում, հիմա խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Գիտեք, մենք պետքա փաստացի դուրս գանք այս պտուտակից, որ մենք հասկանանք, որ մենք պետքա մի հատ նոր էջ բացենք, որպեսզի այս իշխանությունը, քանի որ ըստ էության, հատկապես հունիսի 7-ի ընտրություններից հետո ինքը արդեն օդից կախված իշխանություն է, ինքը ոչ մեկին այլևս չի ներկայացնում, ինքը դարձել է ֆուտբոլի գնդակ, հասկանում եք, իրան ճնշելու են արևմտյան կառույցները, արևմտյան երկրները, իրան ճնշելու է Թուրքիան, իրան ճնշելու է Ադրբեջանը, իրան ճնշելու է Ռուսաստանը։ Ամեն մեկը իր շահն է պահանջելու, նաև վերջում Իրանն է կարող է ճնշել, որտեղ մեծ հաշվով, քանի որ այս ֆուտբոլի գնդակի կարգավիճակ ունեցող իշխանությունը ինքը արդեն չունի, այսպես ասած, ինքնուրույն խաղացող դառնալու հնարավորություն։ Ինքը արդեն կողքից խփելու է Ռուսաստանը, ինքը փորձելու է ինչ-որ կոմպրոմիսի գնալ, խփելու է արևմտյան շրջանակները, փորձելու է կոմպրոմիսի գնալ, հարվածելու է Ալիևը, փորձելու է ինչ-որ կոմպրոմիսի գնալ։ Սա օբյեկտիվ իրականություն է։ Նման տիպի իշխանությունների ճակատագիրը բոլորի համար տեսանելի է, որ շատ կարճ ժամանակահատվածում մարդիկ հասկանալու են, որ այս տիպի իշխանությունը երկար չի կարողանալու պահել, հատկապես պետական ազգային շահերը պաշտպանելու տեսակետից։ Մենք տեսնում ենք, որ իրեն շարունակում են ծանրել ձեռարնել ընդդիմադիրներին եւ խոսում էր այն մասին, որ 300,000 ադրբեջանցիներ Հայաստան բերելու թեման դա բացարձակ ճշմարտություն է եւ ամենաբարձր մակարդակով, մինչեւ անգամ ՄԱԿ-ի մակարդակով Ալիևը հետեւական աշխարհ։ Մանրամ այդ ընդդիմադիրներն ու բաները մի կողմ թողնենք, այդ արևմտյան, այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի խնդիրը, իրանք վաղուց արդեն դրել են 2025 թվականի մայիսին Անկարայում առաջի համագումարն է եղել, երկրորդ համագումարը եղել է 25 թվականի դեկտեմբերին, երրորդ եղավ այս տարվա հունիսին, եւ դա process է, որը անխուսափելի process է, որովհետեւ բալանսը որ փոխվում է երկրների միջև, տարածաշրջանում բալանսը փոխվում է, Հայաստանը եթե այսօրվա իշխանությունը հրաժարվում է, այսպես ասած իր դաշնակիցներից, դա նշանակում է ինքը թուլացած վիճակի մեջ է հայտնվելու, շատ տրամաբանական է, որ իր հանդեպ ճնշումը մեծանալու է։ Դա
օբյեկտիվորեն բնության պահանջ է։ Կա այս իշխանությունը, միշտ լինելու է այդ վտանգը։ Այս իշխանությունը չլինի, եթե լինի նոր իշխանություն, որը կարողանա վերականգնել բալանսը, ուժային բալանսը, դա ինչպես դա հնարավոր է վերականգնել մեր ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները, որտեղ ինքնուրույն մենք ցավոք չենք կարող վերականգնել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բալանսը, որտեղ Ադրբեջանում կա 10 միլիոն մարդ, Թուրքիայում 80 միլիոն մարդ, Թուրքիան հզորագույն երկրներից է այսօր ՆԱՏՕ-ի շրջանակներում երկրորդ բանակն ունի Միացյալ Նահանգներից հետո հասկանալի պատճառներով Հայաստանը ինքնուրույն չի կարող այդ բալանսը վերականգնել։ Դա նշանակում է մենք պետք է ունենանք գործընկերներ, դաշնակիցներ։ Եթե դու հրաժարվում ես դաշնակիցներից, դա նշանակում է, որ դու հարաբերվում ես արդեն 80 միլիոնից Թուրքիայի եւ 10 միլիոնից Ադրբեջանի հետ։ Դա նշանակում է, որ իրենք սկսել են քեզանից պահանջներ թելադրել եւ տրամաբանական է, որ դու պիտի զիջումների գնաս։ Ուրիշ տարբերակ չկա, կամ դու պիտի զիջումների գնաս, կամ իրանք պետք է պատերազմով քեզ վերցնեն, կամ դու պիտի վերականգնես բալանսը։ Երրորդ տարբերակ գոյություն չունի, բնության օրենքները այդպիսին են։ Այս իշխանությունը հաստատի հրաժարվում է վերականգնել բալանսը, որովհետև ինչ հասկանալի պատճառներով հասկանում է, որ ինքը խորթ է արդեն, իրեն չեն վստահում արդեն ռազմավարական մեր դաշնակիցները, թե Իրանում եւ թե Ռուսաստանում, այդ թվում նաեւ Չինաստանում, սա առանձին մի թեմա է, թե ինչու չեն վստահում։ Հիմա դուք մոտ ժամանակները կտեսնեք, թե Չինաստանը ինչ ներդրումներ է անելու Ադրբեջանում եւ Վրաստանում եւ զերո ներդրում է անելու Հայաստանում։ Հայաստանում ներդրում է անելու միայն կրթական ոլորտում եւ հեռահաղորդակցության ոլորտում է անելու, այսինքն իրենք փորձելու են լրագրողներին կրթական ոլորտում ներդրում անեն, բայց ոչ տնտեսության մեջ։ Իսկ Վրաստանում լայնածավալ ներդրումների խնդիր կա։ Ինչու՞։ Դա առանձին թեմա է, եթե պետք կլինի արդեն խոսենք դրա մասին։ Տնտեսության հետ կապված ավիրում է իրապես տնտեսությունը, մենք տեսնում ենք այս բաժանմիջոցների հետևանքով զրկարտադրողներն էին կառավարության մոտ, Ծիրանի շուկան խափում, ասում են Ծիրանը Եվրոպա գնում, ասես Իսպանիա գնացել, այնը փչացած Ծիրանը գնացել։ Խնդրեմ այս մասով պարոն Բոզյան պետք է դիմեմ ձեզ, որ մանրամասն ասեք, թե սա ինչ ազդեցություն ունենալ տնտեսության վրա եւ հայ մարդը ինչ վիճակում է։ Տեսեք, ես նորից եմ կրկնում, տնտեսությունը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է նշանակում, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմում է 2025 թվականի դրությամբ կազմել է 21 միլիարդ դոլար, 21 միլիարդ դոլարից 7.6 միլիարդը եղել է Ռուսաստանի հետ, 2.5 միլիարդ եղել է Չինաստանի հետ, 2 միլիարդ եղել է Էմիրատների հետ, 2.5 միլիարդը ընդամենը եղել է Եվրոպական միության հետ, մնացածը այլ երկրների հետ, հա։ Հիմա տեսեք, եթե մենք հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանի առևտրային հետ հարաբերությունները Չինաստանի եւ Էմիրատների հետ այդտեղ մեծ գործոն է եղել նաև ռուսական կապիտալը, այսինքն Ռուսաստանը միջնորդավորված մեծ դեր է կատարել, դա նշանակում է, որ փաստացի ուղղակի կամ անուղղակի մակարդակով Հայաստանի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի եւ ռուսական կապիտալի հետ կազմում է 7.6-ին գումարեք 4.5 միլիարդ դոլար, այսինքն դա կնշանակի մոտավորապես 12 միլիարդ դոլար, 12 միլիարդ դոլար 21 միլիարդից, այսինքն 12 միլիարդ դոլար այս կամ այն իմաստով ինքը կապված է Հայաստանի տնտեսությունը, կապված է Ռուսաստանի հետ, Ռուսաստանի էկոնոմիկայի հետ, Ռուսաստանի շրջանակների հետ։ Այդ կապը քանդել, դա նշանակում է կազմաքանդել Հայաստանի տնտեսությունը։ 2.5 միլիարդ ԵՄ-ի հետ կապի մեջ Հայաստանի էքսպորտը մոտավորապես 400 միլիոն դոլար է, կազմում ոչ ավել, այսինքն առույցի բաժինը իմպորտն է գալիս։ Այստեղ խոսել են բանի մասին, որ Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել լուրջ մակարդակով, դա ճիշտ ասած մի քիչ հիմարություն է կամ անազնվություն։ Այլ խնդիր է, որ Հայաստանը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի կարողանար դիվերսիֆիկացնել, որտեղ իսկապես դիվերսիֆիկացիան Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը մի կենտրոնից կախված չլինի, բայց դրա համար պետք է ոչ թե քանդել այդ կենտրոնը, այլ զարգացնել այլ ուղղությունները։ Հիմա Հայաստանը ինչ է անում, ինքը քանդում է այս ուղղությունը, տենց է ստացվել։ Այս ուղղությունը փորձում է զարգացնել, բայց որևէ շանս չունի, հիմք չունի զարգացնելու համար, արդյունքում Հայաստանի տնտեսությունը կրճատվելու է, մարդկանց կենսամակարդակը սկսելու է անկում ապրել, ես էլ չասեմ այն, որ եթե հանգարց մենք մեր նկատմամբ լուրջ տնտեսական պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանը, ապա ես կարծում եմ, որ Հայաստանը շատ ավելի ծանր վիճակի մեջ կհայտնվի, չեմ ուզում նույնիսկ դրա մասին մտածել։ Ինչպիսի պատժամիջոցների մասին է խոսքը եւ նմանատիպ սցենարավոր պարագայում կլինի եւ ընդհանրապես այս փուլում հայ-ռուսական այս հարաբերությունների այս վիճակը ինչպես կգտնվի։ Որա ես չեմ ուզում վատ գուշակություններ անեմ, որտեվ նենց ստացվում է, որ մարդիկ գալիս են վատ բաներ են ասում, ես միշտ ուզում եմ, որ օպտիմիստ լինեմ, որ հույս ունեմ, որ մենք չենք հասնի այդ վիճակի մեջ, անկախ նրանից թե ինչ կլինի, ես այն հույս ունեմ, որ մենք այդ վիճակի մեջ չենք հասնի, չեմ ուզում այդ
նույնիսկ որտեղ այդ կանխատեսումները շատ մռայլ հետևանքներ կան ունենալ։ Այդ կանխատեսումները կարող են կապված լինել մեր ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության խնդրի հետ։ Ես դրա համար եմ ասում, մենք հիմա դեռ արի ձեռնպա մնանք այս վատ կանխատեսումներից, որտեղ նույնիսկ եմ ասում։ Իշխանությունը տանում է, չէ՞ դրա։ Այս իշխանությունը տենց է ստացվել, որ հայ մարդը իմանա ու ինչի է հասցնում, էլ ավելի արդեն իսկ իրավիճակը կատաստրոֆիկ է։ Մարամ ջան, ես հասկանում եմ, ես կարծում եմ եւ համոզված եմ, որ անկախ ամեն ինչից մեր հասարակությունը, մեր ժողովուրդը, մեր քաղաքական դաշտը զարթնի այս իրավիճակից, որտեղ քնած վիճակի մեջ ենք մենք, ամենը չգիտեմ ինչով է զբաղված, եւ մենք իսկապես մեր հասարակությունը, մեր ժողովուրդը հիմա ասենք մենակ չգիտեմ Ծիրանի գյուղացիներն են զարթնել կամ զուգ վաճառողներն են զարթնել, վաղը մյուս օրը արդեն շատ ավելի մեծ շերտեր կլինեն, այդ ժամանակ արդեն որ հասարակությունը զարթնի, որտեղ գիտեք մարդկանց հետ աշխատել է պետք, մարդկանց պետք է նաև բացատրել, որ թվերով պետք է բացատրել, ոչ թե վերացական, երբ որ դու ունես 12 միլիարդ դոլարանոց կապեր այս մի երկրի կամ տնտեսական, եթե դու բացատրում ես մարդկանց հետ, մարդիկ հասկանում են, որ դու չես բացատրում, մարդը թվում է թե Ծիրանը որ վաճառում է, Ռուսաստանը դա բնական վիճակ է, դա արդեն աստված տվել է, չկա տենց բան, ժողովուրդ ջան։ Շուկայի համար ամբողջ աշխարհում գնում է պայքար, շուկան նվաճում են։ Եվ եթե շուկան դու կորցնես, հետո շատ դժվար է այդ շուկան նորից վերականգնելու։ Հիմա Հայաստանը կորցնում է իր ավանդական շուկան Ռուսաստանում, հետո շատ դժվար է վերականգնելու, շատ դժվար է։ Այսինքն նույնիսկ եթե հիմա նոր իշխանություն գա, այդ նոր իշխանությունը նախևառաջ պետք է տնտեսապես կարողանա վերականգնել այդ շուկան, որտեղ մտնում են ուրիշ արտադրողներ, հասկանալ թե ինչն է խնդիրը։ Սա այսինքն հետևանք շատ ավելի վտանգավոր եւ վատն են լինելու, քան որ մարդը շատերը պատկերացնում են։ Բայց քանի որ մարդկանց չեն բացատրում դա, խոսում են մենակ վերացական գնահատականներով, առարկայական բացատրություն ցավոք մեր մոտ չի եղել, որ քաղաքական դաշտում մարդկանց թվում է թե մենակ բանը քփուրներ են տալիս, թվում է թե էտա, բայց երբ որ դու մարդուն բացատրես, որ ինչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական մակարդակի ոչնչացում, ինչ է նշանակում այս սեգմենտի ոչնչացում, վաղը եթե հանգարց չգիտեմ, դրամային փոխանցումները սահմանափակվեն, վաղը որ հանգարց Աստվածչյանի գազի գինը բարձրանա, այդ ինչ է նշանակում, մարդիկ չեն հասկանում, չեն պատկերացնում, բայց իրաց չեն բացատրել, որ դու մարդիկ հասկանան։ Սա է խնդիրը։ Ձեր ասում գոնե մեկը դու բացատրել եք։ Ես միշտ եմ ասում, ոչ միայն մենք ենք բացատրում, այլ մեր կուսակցությունը, եթե դուք հիշում եք, ընտրություններից առաջ մենք 10 կետանոց տնտեսական բան առաջարկություններով հանդես եկանք, որը շատ լուրջ առաջարկություններ էր։ Պարզապես նախընտրական արշավում ցավոք սրտի մեզ շեղեցին այդ process-ից, մտան հայոյանքների դաշտ, այդ հայոյանքների դաշտում հետո բանը ձերբակալություններ գնաց, որի արդյունքում մեր տնտեսական ծրագիրը, մեր ամբողջական առաջարկությունը պաստորեն մնաց օդի մեջ կախված։ Սա նաև միգուցե նաև մեր մերկն է, որտեղ մենք շեղվեինք եւ մարդկանց ավելի մանրակրկիտ ներկայացնենք, բայց դա արդեն անցած գնացած խնդիր է։ Եվ Միացյալ Նահանգներ Իրան իրավիճակը շտապ գնահատեք, պայթում են ռումբերը, շարունակում են խնդրել։ Տեսեք, ես այս հարցին սենց պատասխանեմ։ Թեհրանում առաջին անգամ հոտն է աշխատել։ Տեսեք, ես կփորձեմ ավելի լայն ձևակերպեմ այդ խնդիրը, որը ավելի առարկայական լինի Հայաստանի համար, թե ինչ է նշանակում։ Որովհետև մարդկանց թվում է թե Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը դա մոտավորապես, չգիտեմ, Մադագասկարի եւ չգիտեմ Բոտսվանայի մեջ պրիվ լինի, որը շատ հեռու լինի մեր Հայաստանի համար։ Իհարկե ոչ։ Տեսեք, ուշադրություն դարձրեք հետեւյալը, որ մեր հյուսիսում կա մեծ պատերազմ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ։ Հարավում կա պատերազմ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Օրմուզի նեղուցի խնդրեմ կա, հյուսիսում էլ խնդրեմ կա, այսինքն փաստացի Կովկասյան տարածաշրջանը Մարիամ, այն եզակի տարածաշրջանն է մնացել, որտեղ դեռ խաղաղություն կա եւ տրանսպորտային, այսպես ասած, կոմունիկացիաները կարող են աշխատել եւ այդ իմաստով Կովկասյան այս տրանսպորտային կոմունիկացիայի կարեւորությունը շեշտակի մեծացել է համաշխարհային առևտրի համար եւ Կովկասի կարևորությունը շեշտակի մեծացել է եւ Ռուսաստանի համար, եւ Միացյալ Նահանգների համար, եւ Եվրոմիության համար, եւ Չինաստանի համար, որտեղ Չինաստանը մետաքսի ճանապարհը, որ ինքը կառուցում է դեպի Եվրոպա, այդ մետաքսի ճանապարհը Ռուսաստանով պրոբլեմատիկ է գնում, հարավով էլ է պրոբլեմատիկ, Կովկասով դեռ ինքը կարող է աշխատել։ Հիմա ինչ անում Չինաստանը։ Չինաստանը փորձեցի մետաքսի ճանապարհի այս ուղղությամբ ինքը փորձում է ենթակառուցվածքներ սարքել։ Օրինակ Վրաստանում Անակլիայի
պորտը, որ ինքը պատրաստ էր այսպես ասած գլխավոր օպերատոր դառնալ, Միացյալ Նահանգների մեջ ճնշման արդյունքում Վրաստանի կառավարությունը հետ քաշեց, բայց միաժամանակ հետ քաշելով չի ուզում հանձնի ամերիկացիներին, որտեղ դա այսպես ասած դժգոհություն կառաջանա չինական կողմի մոտ։ Եվ արդյունքում փաստորեն Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը դարձել են այսպես ասած պայքարի կռվախնձոր Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպական միության, Միացյալ Նահանգների համար։ Եվ այդ կռվախնձորի մեջ շատ ճիշտ քաղաքականություն վարում է Ադրբեջանը, փորձում է ինքը բալանսավորված քաղաքականություն վարել եւ Ռուսաստանի, եւ Չինաստանի, եւ Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության հետ։ Փորձում է նույն քաղաքականություն տանել Վրաստանը, բայց Վրաստանին թույլ չեն տալիս, իրանք պայքարում են Վրաստանը այնուամենայնիվ դարձնել են միակողմանի, եւ Հայաստանի այսօրվա իշխանությունները պարզապես պարկել են, ուղղակի ուրիշ ձևակերպում չեմ կարող ասեմ, ուղղակի պարկել են, ասենք, արևմտյան երկրների տակ եւ պրակտիկորեն անհետաքրքիր են դարձել արդեն Չինաստանի համար։ Այսինքն Չինաստանը Վրաստանում պայմաններ դնում, այսքան մեծ ներդրում կդնեմ, եթե դու անակլայում հանգարց թույլ չտաս, որ ամերիկացիների տակ անցնի։ Ադրբեջանում արդեն ներդրումներ կանի, որտեղ Ադրբեջանը իրան ճիշտ ապահում։ Հայաստանը փաստացի ինքը նույն տրիպը փաստացի, երբ որ ինքը ամերիկյան վերահսկողության տակ է, ինքը արդեն հետաքրքիր չի լինելու այդ ուղղությունը չինական ապրանքների համար։ Չինաստանը հիմնականում տանելու է Ադրբեջանի Վրաստանի ճանապարհով։ Եթե մենք կարողանանք տրիպի մեջ շրջանակի մեջ գոնե բերեինք նաև Չինաստանի եւ Ռուսաստանի շահերը, ել չեմ ասում անվտանգային խնդիրները Իրանի հետ կապված, ապա այդ ժամանակ մենք հետաքրքիր կարող ենք դարձնել նաև այս ճանապարհը, բայց այս իշխանությունից նման բան սпасել իմաստ չունի, որտեղ այս իշխանության համար տրիպը նման տիպի նախագծերը ոչ թե Հայաստանի զարգացման խնդրի համար են, իրանք խնդիր են լուծում իրենց իշխանությունը փրկելու համար, իրանք փորձում են մեծ ձյաձյաներ կանչեն Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից, որպեսզի իրանք քանդված իշխանությունը կարողանա փասին, եթե մենք չունենք, ուրիշը գա կարող է դուք այդ շահերը չկարողանաք ունենալ։ Սա է այս իրավիճակը։ Այսինքն Հայաստանում իսկապես կենսական անհրաժեշտություն կա, որ մենք կարողանանք ունենալ նորմալ ազգային իշխանություն, որը կարողանա բալանսավորված քաղաքականություն տանելով Հայաստանը իսկապես Հայաստանի գրավչությունն էլ բարձրացնի Վրաստանի մակարդակով, մենք այդ շանսը ունենք։ Եվ մենք կարողանանք իսկապես խաղաղության եւ առևտրի խաչմերուկ դառնալ այս տարածաշրջանում, այդ երկրներից մեկը դառնալ, համենայն դեպս Վրաստանից հետ չմնալ այդ իմաստով, որտեղ Վրաստանում անգամներով ավելի շատ մեծ ներդրումներ են գնում, ասելու բան չունեմ, արաբական երկրներից, Չինաստանից, Միացյալ Նահանգների պայքարի արդյունքում իրանք էլ կարող են շահագրգռվածությունն ներդրումներ անել, հասկանում ես, Ռուսաստանն է ներդրումներ անում, Ռուսաստանի ներդրումները պակաս չի, ասեմ քեզ, եւ այդ իմաստով մենք պետք է ունենանք լեգիտիմ մակարդակով վստահելի ազգային իշխանություն, որը կարողանա իսկապես բալանսավորված քաղաքականության արդյունքում նախապահովել մեր անվտանգությունը եւ երկրորդը մենք կարողանանք իսկապես լուրջ խաղացող դառնալ տարածաշրջանում։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Ռուս-ուկրաինական պատերազմը իմ կարծիքով սրվում է, որովհետեւ սրվում է զուտ այն բանի պատճառով, որ փաստացի եվրոպական երկրները շահագրգռված չեն, որ կոմպրոմիս լինի ի տարբերություն, ասենք, Միացյալ Նահանգների այսօրվա վարչակազմի Տրամպի, բայց քանի որ Տրամպն էլ Իրանում, այսպես ասած, կորուստներ ունեցավ վարկանիշային եւ Միացյալ Նահանգներում ուժեղանում է դեմոկրատների ազդեցությունը, տրամաբանական է, որ Տրամպի դիրքորոշումներ կփոխվի արդեն այս ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում եւ ինքը արդեն կդառնա ավելի մոտ կլինի արդեն եվրոպական երկրների դիրքորոշմանը, եթե դուք հիշում եք Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ անկորինժիմ ընդունված բաները, պայմանավորությունները արդեն առոչին չեն կամ ինքը հայտարարեց, մենք ոչ մի կոնկրետ թղթային մակարդակի համաձայնության չենք եկել։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ փաստացի Ռուսաստանին դնում են բավականին ծանր վիճակի մեջ եւ Ռուսաստանը դատապարտված լինելով ավելի կոշտացնելու է իր հարվածները Ուկրաինայի նկատմամբ։ Տեսնում եք, թե ինչ է կատարում։ Ռուսաստանը, ուկրաինացիները Ռուսաստանի բոլոր MPZ-ները 25 հատ MPZ-ն կարելի ասել գրեթե ռմբակոծության են ենթարկել եւ Ռուսաստանում խորը բենզինի ճգնաժամ է առաջ եկել։ Նույնը կատարում են հիմա ռուսները Ուկրաինայում, բայց բացի MPZ-ներից ուկրաինական, իրանք ոչնչացնում են նաեւ Օդեսան եւ մնացած կողմի պորտերը, որը փորձում են կտրել ընդհանրապես ծովային կապը Ուկրաինայի հետ, ինչը շատ ավելի բարդ վիճակի մեջ կարող է գցի։ Այսինքն այս պատերազմը խորանում է, այդ պատերազմից չեն շահելու ոչ մեկ, ոչ ուկրաինացիները, ոչ ռուսները, այդ պատերազմից մեծ հաշվով չեն շահելու նաև եվրոպացիները, որտեղ այն ճգնաժամը, որ Եվրոպայում է գալիս, նույնպես
դուք բանը կտեսնեք, որ 1 տարի հետո եվրոպական էլիտան որ կա, այս խայտարակ վերնախավը որ կա, ինքը փուլային ձևով փոխվել է։ 1 տարի հետո կփոխվի Ֆրանսիայում, հետո կփոխվի Գերմանիայում, հետո կփոխվի Մեծ Բրիտանիայում, որտեվ այս վերնախավը դա խայտարակություն է, ոչ մի կապ չունի իրականության հետ, ոչ մի կապ չունի դեմոկրատական արժեքների հետ, ոչ մի կապ չունի երկրների բարգավաճման հետ։ Սա մի հատ գլոբալիստական մի հատ վերնախավը, մաֆիա է, որոնք իրար վրա, այսպես ասած, իրար հետ միասին մեկը մյուսին աջակցելով բան են պահում են իրենց ամբողջական իշխանությունը, սա է իրականությունը։ Եվ նորից գալով մեր խնդիրներին, մեր վիճակին, ինչ բռնաճնշումները նոր թափ են ստանում, շարունակում են դիմախոսներին կալանավորել, խոշտանգել բանդերում, սրանց զուգահեռ փակվի բանում մեր հայրենակիցներն են խոշտանգում, Դավիթ Մանուկյանի վերջին հաղորդակցությունը Նիկոլ Փաշինյանի ռեժիմում կարծում եմ ծանոթ եք, տեսեք, ես սենց ասեմ, Հայաստանում բռնաճնշումները ցավոք սրտի խորանալու են, որովհետև այս իշխանությունը, քանի որ հունիսի 7-ի ընտրություններով դարձավ ոչ լեգիտիմ, ինքը օբյեկտիվորեն բավականին ծանր վիճակի մեջ է հայտնվել միջազգային հարաբերությունների մեջ, իր վրա ճնշումները մեծանալու են դրսից, եւ ինքը այդ ճնշումների վախից ինքը փորձելու է չեզոքացնել, այսպես ասած, Հայաստանի քաղաքական դաշտը։ Դրա համար էլ ինքը կալանավորեց Անդրանիկ Թևանյանին, հետո կանոնավորեց Չալաբյանին, հետո կանոնավորեց Աշոտյանին, հետո կանոնավորեց Գագիկ Ծառուկյանին, հետո կանոնավորեց Արեգ Նազին, այսինքն ինքը այդ կանոնավորների ամբողջ շարքը շարունակելու է։ Հետո արդեն պատրաստում են կանոնավորել նաև Նարեկ Կարապետյանին, հա, դա սա ինչի է շարունակելու, որովհետև ինքը հասկանում է, որ ինքը վախի մեջ է ապրում, ինքը հասկանում է, որ ինքը ոչ լեգիտիմ արդեն իշխանություն է, ինքը հասկանում է, որ դրսից ճնշումները մեծանալ են, դրսից իրանց զիջումներ են պահանջելու, ամենը ընդ որում հակառակ տրամաբանությամբ զիջումներ են պահանջելու, Եվրամիությունը մի զիջում է պահանջելու, Ռուսաստանը մի զիջում է պահանջելու, Ադրբեջանը մեկ ուրիշ զիջում է պահանջելու, ինքը այդ զիջումների մեջ վախերի մեջ է, որտեղ ցանկացած որոշում շախմատային լեզվով ինքը պատային կարգավիճակի մեջ է հայտնված։ Եվ քանի որ ինքը դա վախենում է, որ կարող է դա բանների դժգոհություն առաջանա հանրության մեջ, ինքը փորձում է չեզոքացնել այն ակտիվ մարդկանց, ովքեր որ պոտենցիալ կարող են, այսպես ասած, այդ դժգոհությունը բանը կապիտալիզացնել, սա է խնդիրը։ Այս ամենի դեմ մի ձև կա առնելու, մենք ստեղծել ենք հանձնախումբ, որը հիմա մեծ զեկույց է պատրաստում Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված։ Այդ մեծ զեկույցով մենք հանդես ենք գալու բոլոր միջազգային կառույցներին ուղարկելու ենք եւ բոլոր միջազգային կառույցների հետ ակտիվորեն աշխատելու ենք եւ միջազգային կառույցներում կան կառույցներ, որոնք իսկապես օբյեկտիվ են վերաբերում այդ խնդիրներից եւ այդ կառույցների միջոցով մենք ճնշումներ ենք տալու նաեւ մյուս կառույցների վրա եւ արդյունքում միջազգային կառույցների ազդեցությունը այս իշխանության վրա, այսպես ասած, թույլատալու, որպեսզի մենք կարողանանք կանգնեցնել բռնաճնշումները։ Շատերը չեն հավատում դրան, ես ասեմ դες դա իրականությունն է, ինչի, որովհետեւ տեսեք, քաղաքական դաշտում դուք եք հասկանում, որ լուրջ մակարդակի այսօրվա դրությամբ քաղաքական բան հենարան, որը կարողանա զսպել իշխանությունը գոյություն չունի։ Ցավոք սրտի դա է փաստ է, որ դուք եք հասկանում, բոլորս էլ գիտենք դրա մասին։ Այսինքն, եթե օրինակ եմ ասում, մեր մոտ քաղաքական լուրջ մակարդակի վերնախավ լիներ, որ կարողանար փողոցային ճնշման գործընթաց սկսել, բան անել, ինչպես որ եղավ, ասենք, չգիտեմ, 22 թվականին, 23 թվականին, 24 թվականին, նախկինում էլ կային այդպես բաներ, այդ ժամանակ իշխանությունը զուսպ կներ, չէր այսպեսի լկտի մակարդակի չէր պահի, բայց քանի որ նման բան գոյություն չունի եւ պատկերացումներ չկա, ապա մնացել է մենակ միակ բան դրսից միջազգային կառույցների միջոցով ճնշել, որովհետև միջազգային կառույցների ճնշումը այս իշխանության վրա ազդելու է, որովհետև միջազգային կառույցները, որ ճնշում են, իրանք անուղղակիորեն ճնշում են նաև դրսի այս գործընկերների վրա, այդ գործընկերներն էլ, քանի որ վատ վիճակի մեջ են հայտնվում, իրանք էլ սկսում են, այսպես ասած, ստիպված ճնշել այս իշխանությունը, ասեն, որ մի քիչ ավելի չափավորեք ձեր քայլերը, սա է խնդիրը։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանը, բայց ելիքի մի քայլ անի եւ պայթուն է լինելու, որն է, հա, այդ որ քայլը, ինչն է դրանից պատային վիճակի։ Տեսեք, 3 բան շեշտադրում դուք արեցիք այս մասով, պետք է խնդրեմ։ Տեսեք, ընդհանուր առմամբ իշխանությունը տեսեք ինչ վիճակի մեջ է։ Ռուսաստանը պահանջում է, որպեսզի ինքը
վերանայի այդ օրենքը, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոմիության։ Ինքը ասում է, թե դու չես վերանայում այս օրենքը, ապա այսպես ասած ոնց որ հնարություն է տալիս, որ ԵԱՏՄ-ի ցանկացած երկիր կարող է տենց օրենք ընդունի։ Պրեցեդենտ է անում, չէ՞, փաստացի։ Օրինակ Ղազախստանը կարող է տենց ընդունի, Ղրղզստանը դա շահեկան վիճակ է, այսինքն սաղը օգտվում եք Ռուսաստանի ռեսուրսներից, հետո փորձելու եք թռնել։ Դա տենց բան, ասում եմ, մենք հիմար չենք, որ թույլ տանք։ Դուք պետքա որոշում կայացնեք, կամ դուք մեր հետ եք, մենք ձեր համար էժան էներգառեսուրսներ կտանք, հնարավորություն կտանք շուկաները բացելու բան, կամ եթե դուք մեր հետ չեք, շնորհակալություն, ստեսություն, հեռացեք, գնացեք, ինչ ուզում եք արեք, դուք էլ ոչ մի պրեֆերենցիա չեք ունենա։ Իրանց պահանջը հասկանալի է։ Եվրոպական միությունը ինքը չի կարա նոր բան առաջարկի, ինչի, տեսեք, շատ կարևոր է, որ մեր հասարակ մարդիկ իմանան։ Ուրեմն Եվրոպական միությունը արդեն 21 մակարդակի պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի հետ։ Ուշադրություն մեզ 21 պակետ պատժամիջոցներ, մարյա։ Այսինքն ինչ է նշանակում Եվրոպական միությունը մերժում է ցանկացած համագործակցություն, քան ցանկացած ոլորտում Ռուսը մաքսիմալ փորձում է հեռացնել։ Հասկանում ես ինչ նախնդիրը։ Հիմա, եթե Եվրոպական միությունը ասի, որ ես ընդունում եմ Հայաստան, քեզ այս գործընթացին արդեն միացիր, ավտոմատ ինքը պահանջելու է, որ Հայաստանը կտրուկ թույլատնի իր կապերը Ռուսաստանից։ Բայց այսօրվա իշխանությունը չի ուզում թույլատնի, հասկանալի պատճառով, եթե թույլատնի տնտեսական անկում կլինի, սոցիալական ծանր վիճակ կլինի, ժողովուրդը կարող է պետք է դուրս գա փողոց։ Դա շատ լավ հասկանալի է։ Դա համար Եվրոպական միությունը նման բան չի առաջարկում եւ օդի մեջ կախված է թողել այսօրվա իշխանությանը։ Հասկանում ես, չէ՞։ Ես մի օրինակ բերեմ ու պատկերացնես։ Ուրեմն Վրաստանում առաջին անգամ սարքել են մեծ MPZ, այսինքն նավթա արդյունաբերական գործարան, բենզին են արտադրում։ Կուլևի փոքրիկ քաղաքում։ Սա նորույթ է, այդ Կուլևին ինքը փաստորեն ստանում է նավթ եւ բենզին է արտադրում։ Ուրեմն այս 21-րդ պակետի մեջ Եվրոմիությունը ուզում էր այդ վրացական MPZ-ն դներ բանի մեջ։ Վրացիների մեծ ջանքերի արդյունքում ինքը հանեցին։ Մի պայման է, որ ինքը նավթ չի ստանալու Ռուսաստանից, որպեսզի այդ բենզինը բանը բենզին սարքի, հասկացա՞ր, չէ՞ ինչ նախնդիրը։ Այսինքն որպեսզի դու հասկանաս, թե ինչ վիճակի մեջ է Հայաստանը, երբ որ այս մարդը ընդունում էր, որ Հայաստանը ուզում է ձգտում է դառնալ Եվրոմիության անդամ, եւ երբ որ մարդիկ այնտեղ բաներ էին հավաքում, չէ՞, այդ մարդիկ չեն էլ հասկանում, թե իրանք ինչ էին անում։ Մարդիկ, որոնք, ասենց ասեմ ձեզ, էլի, բարիս բունի իմաստով օդի մեջ ինչ-որ իդեան վերցնում են, անում են, հետևանքները չեն պատկերացնում, թե ինչի հետև։ Հիմա այս իշխանությունը հետևանքների, այս իշխանությունը հայտնվել է ծանր վիճակի մեջ, Ռուսաստանը ասում է փոխի, որպեսզի ես կարողանամ բանը, եթե չես փոխում, մենք ամբողջ փաթեթը փոխում ենք ձեր հարաբերությունների մեջ, Հայաստանը շատ ծանր վիճակի մեջ կարող հայտնվի։ Բայց ինքն էլ հիշում ես Ֆոն դեր Լայենի հետ հայտարարեց, որ 2013 թվականի պես ինքը հետ բան չի անելու, դա մեսիջ էր, որ ինքը չի փոխելու։ Այսինքն Հայաստանը հայտնվել է մի կես տարի հետո հայտնվել է երկընտրանքի առաջ, այսինքն հունվարի մինչև հունվարի 1-ը մենք սոցիալ-տնտեսական իմաստով հայտնվել ենք պայթյունաբտանք վիճակի առաջ։ Սա ամենակարևոր խնդիրն է, բայց մի հարց եմ տալիս էլի, իսկ ինչքանով էր պետք, որ Հայաստանը արհեստական դնային այսպիսի ճգնաժամի մեջ։ Դա անհրաժեշտությունը կար, իհարկե ոչ։ Հայաստանը ունի շատ մեծ հնարավորություն, շատ մեծ շանս զարգացնելու իր հարաբերությունները եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում, եւ նորմալ հարաբերություն, եւ փորձել իսկապես դիվերսիֆիկացիայի մակարդակով ընդլայնել իր կապերը Եվրոպական միության հետ։ Դրա արդեն առանձին մի հատ խնդիր է, որ բավականին դժվար հարց է, բայց պետք է լուծել։ Միացյալ Նահանգների հետ մենք կարող ենք արդեն մեր հարաբերությունները զարգացնենք, Իրանի հետ կարող ենք եւ մենք կարող ենք դարձնել մի երկիր, որտեղ բոլորի շահերը կհամադրեին, այլ ոչ թե հակադրվեին։ Հիմա հակադրման process-ի մեջ ենք մենք հայտնված։ Այս մարդու գործնեության արդյունքում Հայաստանը դարձել է պարակտման կռվախնձոր միջազգային հարաբերություններում։ Դուք հենց չեք հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Կես տարի հետո դու արդեն դրա համար տեսանելի կդառնա այս ամենը։